Ուրեմն Գրիգոր Նարեկացին շատ գեղեցիկ է նկարագրում մեղքերի ներթափանցումը սողոսկումը մարդու մեջ եւ հենց ակունքներին է գնում մեկնի մեկն մերժի մարախուղն փարատի մռայլը սպառի աղջամուղջն այսինքն թող վերանա մութը գիշերը հեռանա որովհետեւ մառախուղի մեգի գիշերի մեջ են գործվում մեծ սխալները մեծ հանցանքները երբ որ մտքի մեջ մառախուղ է տիրում միտքը մթագնում է մարդու միտքը ինչ է լույս պետք է լինի որտեվ միտքը դա օդ է իսկ օդի մեջ արագ լույսը պետք է թափանցի եթե օդի մեջ լույսը չի ներթափանցում ուրեմն խավարը պետք է ներթափանցի այսինքն մեղքի խավարը մեղքի մեկը նախ եւ առաջ մեր մտքին է նստում մթագնում է մեր միտքը մենք կարծես Կուրանում ենք չենք տեսնում չենք ճանաչում հենց որ մարդու միտքը խավարում է աստվածային լույսը այնտեղ չի ծագում ինքը չի կողմնորոշվում ինչ անում այսինքն ինքն իրեն չի ղեկավարում չի կառավարում եւ անկառավարելի կույր մարդը ինչա տեղենում արդեն վախի տագնապի սարսափի մեջ է այդ մտքի խավարը փոխանցվում է նաեւ սրտին սիրտը սկսում է վախենալ, տագնապել, անորոշ բաներ անել եւ երբ որ երկար է մնում այդ անորոշության մեջ, վախի, տագնապի խավարի մեջ, արդեն անկառավարելի նաեւ խոսքեր ասում, գործեր անում, հա? Մխիթարություն չունի, լույս չունի, ուրախություն չունի, տրվում է ինչին ասես կտրվի, խմիչքի կտրվի հաշշամոլությանը կտրվի, պղծությանը կտրվի, ինչին ասես կտրվի եւ տիրում է, այսինքն մտքից է սկսում այդ ամբողջ գործընթացը։ Վերջում բնականաբար եթե չի հաղթահարվում մտքի, սրտի եւ մարմնի մեղքերը, արդեն հասնում է դիվահարության մարդը։ Բարկության դևը նա մտնում մեջը չի հանգատվում, անընդհատ բարկանում է կռիվ, վեճ, քեն, որը ցավոք սրտի այսօր շատ է մարդկանց դեպքում խաղաղություն չունեն մարդիկ։ Ամենահասարակ հարցերի շուրջ խաղաղ հանգիստ չեն կարող զրուցել իրար հասկանալ։ Երկրորդ բառից վեճ է տեղի ունենում։ Ինչու որտեվ մտքի մեջ խավար է, սրտի մեջ խաղաղություն չկա, սեր էլ չեմ ասում չկա, գոյություն չունի, ցամաքել է սերը։ Որ կարող են մարդիկ հաշտ համերաշխ իրար հետ համակեցությամբ ապրել, այս շատ կարևոր է։ Ուրեմն եթե մենք ուզում ենք հիմնարար հաղթահարել մեղքը, մենք պետք է սկսենք մտքից, մեկնի մեկն, մերժի մարախուղն, փարատի մռայլն, սպառի աղջամուղջն, վեանա մութն, գնա գիշերն, տարագրի տագնապն, այսինքն թող հեռանա մեր մտքից այդ խավարը, մտքի չեզոք վիճակ չի լինում, կամ պետք է լույս լինի, կամ պետք է խավար լինի, միտքը չի կարող եւ լույս լինել եւ խավար լինել, կարող է թույլ լույս լինել, բայց անպայման տեսանելի պիտի լինի, որ մարդ տեսնի ինչ-որ մի բան, լրիվ խավարը դա կուրություն է, լրիվ խավարը մտքի կուրություն է, իսկ մտքի կուրությունը շատ վտանգավոր է, ուրեմն մենք պետք է փորձենք միշտ պահել մտքի մաքրությունը, սրտի խաղաղությունը եւ գործերի հաջողությունը, բարի գործերի հաջողությունը եւ այդպես մեր կյանքը բարի ընթացքով գնա առ Աստված, ամեն